քննարկող հարցը շատ խճճվեց տարբեր ելույթների արդյունքում, տարբեր ներկայացումներ, տարբեր փաստերի օգտագործում, մանիպուլյացիա բառը չեմ ուզում ասեմ, վերադարձանք Ղարսի զինապահեստներին, ռուս-թուրքական պատերազմներին։ Իրականում ես ուզում եմ ասեմ հարցի առաջերտի ներկայացման մասին, հետո կխոսեմ հարցի էության մասին։ Դժվար չէ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին նմանատիպ վիճահարույց հասարակության որոշ անդամների, որոնք նաև պարլամենտում են ներկայացված, նման վիճահարույց հարցի արկայության պայմաններում կազմակերպել ընդամենը մի փոքր էքսկուրսիա, Երևանից ոչ հեռու գտնվող մարտական մարտկոցներից մեկը, տաներ մարդկանց հրավիրել եւ ցույց տալ հակաօդային պաշտպանության կոմպոնենտի գործունեությունը։ Տեղաբաշխումը չեմ ուզում ասեմ, բայց գիտեք ինչ է նկատի ունեմ։ Տանեիք, մարդկանց հրավիրեք, ցույց տայեք եւ ասենք օրինակի համար նաեւ մասնագիտական բացատրություններ թող տային հրամանատարությունը, թե ինչ է տեղի ունենում, ոնց է տեղի ունենում, ասենք S300 հրթիռային համակարգը ոնց է սկսում իր աշխատանքը։ Եվ ոնց է ապահովում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի, այդտեղ նաև մի քիչ հեռու գտնվող ատոմակայանի հակաօդային պաշտպանությունը։ Ատոմակայան բառը պատահական չասացի։ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության առջև դրված համար 1 խնդիրը դա հիշեք ատոմակայանի պաշտպանությունն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ամենաբարձր տեխնոլոգիական կազմակերպչական ձև ունեցող ձեռնարկության, որ նաև ամենամեծ վտանգն է Իրանից ներկայացնում հասարակության ու բացի իր օգտակար գործունեությունից մեծ վտանգ է ներկայացնում, եթե նրա հետ որևէ տեխնիկական կամ արհեստական պրոբլեմա ծագում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գործող ատոմակայան կա, որ ամեն կերպ պետք է պաշտպանել, որտեղ հակառակորդի հարձակման համար 1 թիրախը ոչ թե Գենշտաբն է, ոչ թե որևէ ադմինիստրատիվ Հայաստանում գործող ատոմակայանն է լինելու։ Ինչ ենք մենք ստանում այս պայմանագրի կիրառումից։ Այս պայմանագրի կիրառումից մենք ստանում ենք Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության մակարդակի մի թեթև ավելացում։ Էական չէ, բայց մի թեթև ավելացում ստանում ենք։ Այդ թեթև ավելացումը ստանում ենք նրանից, որ հնարավորություն է տրվում ևս 2 կոմպոնենտ ավելացնելու հակաօդային պաշտպանության գործող համակարգին։ Այդ 2 կոմպոնենտը դա այսպես կոչված է կործանիչ ավիացիայի հնարավոր կիրառումն է, հնարավոր, որտեղ կործանիչ ավիացիան իր գործողությունները ունի, կործանիչ ավիացիան գործում այն ժամանակ, երբ որ ուղղակի հարձակում կա երկրի նկատմամբ։ Երկրորդ կոմպոնենտը, որը որ մենք ստանում ենք, դա ավելի ժամանակակից լոկացիոն սարքերի օգտագործման հնարավորությունը, որը որ տեղաբաշխված է ռուսական ռազմական բազայում։ Եվ ազնիվ կլինեին մեր օպոնենտները, որ հարցի քննարկման ժամանակ հարցը դնեին ավելի կտրուկ, որովհետև խնդիրը հակաօդային պաշտպանության մեջ չէ։ Խնդիրը նրանում է, որ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ եւ ռազմական դաշինք ինչ-որ մի երկրի հետ, որը որ հանդիսանում է Ռուսաստանի դաշտում, թե ոչ։ Այսինքն խնդիրը պետք է դրվեր ավելի կտրականանալ, ոչ թե միացեք, ոչ թե դուրս, այլ պետք է գային ու ասեին, այս ամբյոնից ասեին խզեք հարաբերության Ռուսաստանի հետ եւ դրեք հարցը, որպեսզի ռուսական ռազմական բազան Հայաստանում տեղաբաշխված չլինի։ Որտեվ քողարկված քննարկումը, մի միացեք եւ այլն Հայաստան, այտենց չի։ Հարցը ունի ավելի խորը արմատ։ Կա Հայաստանում ռազմական ներկայություն այլ երկրի Ռուսաստան դաշտյան, թե ոչ։ Այտենց է հարցը, եթե ուզում եք, ասենք, ազնիվ լինեք նաեւ հասարակության առաջ, հարցադրումը արեք այդպես։ Երեք ազգային ժողով մտնելուց մուտքի մոտ ցուցարարներ էին կանգնած, որոնք որ բողոքում էին այս պայմանագրի հնարավոր վավերացումից։ Ցուցարարների քանակը 4 հոգի էր, 4։ Նույնիսկ ես անունները հարցեցի, Ռուբիկ, Մուշեխ, Դավիթ եւ նորից Ռուբիկ։ 4 ցուցարար, որոնք որ մեղադրում էին ազգային ժողովին, որ ազգային դավաճանություն ենք մենք պատրաստում իրականացնել։ Եվ ցուցարարների ու ինչպես նաեւ մեր օպոնենտների բերված հիմնական արգումենտներից մեկը կայանում է նրանում, որ եթե դուք վավերացնում եք այս համաձայնագիրը, ապա այս համաձայնագրով չի ավելանում Ղարաբաղի պաշտպանվածությունները։ Հարգելիներս,
Ես որպես Հայաստանում գործող քաղաքական գործիչ, Հայաստանի քաղաքական գործիչ, ուզում եմ տեղեկացնեմ բոլորիդ, որ թուրիմացությունը, երբ որ մասը փորձում են ավելի վեր դասել ամբողջից։ Հայաստանի Հանրապետությունը շատ ամբողջն է, որի մի մասը կազմա Ղարաբաղը։ Հայ ժողովուրդն է, որի մի մասը բնակվում է Ղարաբաղում։ Չի կարելի ամբողջի շահերը ստորադասել մասի շահերին։ Ղարաբաղի պաշտպանվածությունը տվյալ պարագայում չի ավելանում, սակայն իմ կարծիքով այնքան էլ այդպես չի, որովհետև կա այսպես կոչված սիներգիկ էֆեկտը, միավորման սիներգիկ էֆեկտը։ Սիներգիկ էֆեկտը դա հավելյալ պլյուսն է, երբ որ ինչ-որ գործողությունների արդյունքում դու կարողանում ես ունենալ ավելացված էֆեկտ։ Սիներգիկ էֆեկտի մասին փոխնախարարը իհարկե չխոսեց այստեղ, պետք է նաև դրա մասին խոսեք ու ասեք, թե ինչ սիներգիկ էֆեկտ ենք ստանում։ Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ունենալով արդեն հնարավորություն օգտագործել Աստված հեռուպայի այնպես իրադարձություն, երբ որ դուք հնարավորություն կունենաք ու ստիպված կլինեք օգտագործել կործանիչ ավիացիա, այդ դեպքում դուք հնարավորություն եք ունենում ձեր գրոհային ավիացիան օգտագործել Ղարաբաղում, եթե Ղարաբաղի նկատմամբ ոտնձգություն արված։ Այդ դրա մասին պետք է ստեղ ասել Հայաստանի քաղաքացիներին, որովհետև մենք հիմա էլ ենք իրականացնում մեր պաշտպանությունը, այդ թվում նաև Ղարաբաղի օդային տարածքի պաշտպանությունը, այն գործիքները, որ ունենք։ Իմ կողմից շատ հարգված պարոն Բագրատյանին ուզում եմ տեղեկացնել, որ 1993 թվականի հակաօդային պաշտպանության վերաբերյալ, ասենք, գնահատականները բացարձակապես չեն համապատասխանում 2016 թվականի հակաօդային պաշտպանության գնահատականներին։ Չեն համապատասխանում, որտեղ որ պարոն Բագրատյանն այս ամբիոնից ասաց, որ իգլաներով սկսեցին խփել։ Իգլան ռուսական մանրատան ՊԶРԿ, передвижной зенитно-ракетный комплекс։ Այսինքն մարդն էր դա վեկալում, զինվորներ վերցնում, գնում, գալիս, դա ստացիոնար որևէ բան չէր։ Փոխվել է ժամանակները։ Ոչ մի կապ չունի հոպը։ Հոպի հետ դա որևէ կապ չունի։ Դա հակաօդային պաշտպանության կոմպոնենտ չի։ Սակայն ինչը որ կար, այդ են արել, բան չեմ ուզում ասել, սակայն հակաօդային պաշտպանության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք, որովհետև տեսեք, հիշեք ծոցի պատերազմները, երբ որ Միացյալ Նահանգների կողմից ոչնչացվեց Իրաքի ողջ ռազմական պոտենցիալ, իսկ Իրաք ունենալով այդ ժամանակվա համար ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ ոչ մի բան չկարողացավ անել միջին հեռավորության հրթիռների կողմից Իրաքի ռազմական պոտենցիալի ոչնչացման պարագայում։ Հիշեք այն գործողությունները, որը որ տեղի ունեցան Սիրիայում, որովհետև Սիրիայի պատերազմի ընթացքում, եթե հիշում եք, խոցվեց ռուսական կործանիչը, ռուսական գրոհային ռմբակոծիչը թուրքական կործանիչի կողմից։ Թուրքական կործանիչի կողմից խոցելու դեպքում մեղքի բաժինը վերցրեց իր վրա Թուրքիան եւ թուրքական ռազմական ուժը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անբաժան մաս։ Եվ դեռ հարց է թե որ ռազմական կայանի կողմից է տվել կոորդինատները ռուսական օդանավի։ Սակայն Թուրքիան վերցրեց իր վրա, այնտեղ էլ է միավորված։ Այսինքն արդյունավետության մասն եմ ասում, չեմ գովում, բայց արդյունավետությունը կայանում է նրանում, որ միավորված ռազմաօդային հնարավորությունները միշտ գերազանցում են այն պատկերացումներին, որը որ ունեն մեր ոչ պրոֆեսիոնալ ռազմական գործից ու ռազմական մարտարվեստից հեռու գործընկերները։ Խնդրում եմ ձեզ այն հարցերում, որը որ վերաբերում է ռազմական կոմպոնենտին, նեղություն կրեք, նեղություն տվեք ձեզ խոսել մասնագետների հետ։ Քննարկեք մասնագետների հետ այդ հարցերը։ Գոնե ինչ-որ մասնագիտական խորհուրդներ ստանալուց հետո կկարողանաք պատկերացումները համապատասխանել ժամանակակից ռազմական պրոբլեմներին, որը որ այսօր կա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորի հայրենիքն է։ Հայաստանի Հանրապետությունը չի գտնվում խաղաղ պայմաններում այսօր։ Հայաստանի Հանրապետության օդային, հակաօդային պաշտպանության էլեմենտի բարձրացումը, ավելացումը բխում է մեր երկրի շահերից։ Ավելացնում է մեր երկրի քաղաքացիների անվտանգ ապրելու հնարավորությունը, հարգելներս։ Ես չլինելով որևէ աշխարհակաղակական բևեռի ներկայացուցիչ կողմնակից լինելով պրո-հայաստանյան քաղաքական ուժի ղեկավար, պնդում եմ, որ պետք է ավելացվի այս համաձայնագիրը, եւ ես կողմ եմ քվեարկելու այս համաձայնագիրը։ Շնորհակալություն։